Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Պարոն Ստեփանյան, քարոզարշավի 4-րդ օրն է, ըստ էության ձեր համար հստակ է ուժերի դիրքավորումը, առաջարկները, ծրագրերը, գաղափարախոսությունները եւ մենք երեք ականատես եղանք նրան, որ կանխատեսելի էր ինչ-որ իմաստով քարոզարշավին ինչ-որ իմաստով միացավ Գարեգին Բ-ն, նա հաջողեց Սամվել Կարապետյանի առանձնատուն, իր աջակցությունը, օրհնությունը հայտնեց, որքան էլ որ այդ հանդիպումը տպավորություն չէր ստանում, որ Սամվել Կարապետյանը հանդիպում է ամենայն հայոց կաթողիկոսի հետ, նույն ժեստերը, ուսին տմտմպացնելը տպավորություն էր, որ բիզնես պարտների հետ է հանդիպում կամ իր ենթակայի, բայց այստեղ հարցը դա չէ, հարցադրումը հետևյալն է, ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում քարոզարշավային այս ընթացքը, ձեր համար հստակ է առաջարկները, ծրագրերը եւ նաեւ կաթողիկոսի օրհնությունը ինչ կտա Սամվել Կարապետյանին, որովհետեւ մենք նման դեպք առնվազն տեսել ենք 21 թվականի ընտրություններին, երբ կաթողիկոսը սատարում էր Ռոբերտ Քոչարյանին։ Ինձ համար ամեն ինչ շատ հստակ է, որևէ ինչ-որ մութ տեղեր էս պատմության մեջ չկա քարոզարշավի, որևէ անակնկալներ կապված ծրագրերի հետ, քաղտեխնոլոգիաների հետ, դասական մոտեցումների հետ ես չեմ սպասում, ամեն ինչ լինելու է այնպես, որ ինչպես միշտ է լինում, գաղափարներ, ծրագրեր, դա շատ լավ է հնչում, շատ վեհ է հնչում, բայց իրականում այդ ամենը չկա։ Բա ինչի շուրջ է պայքարը, պարոն Ստեփանյան, ինչի շուրջ են պայքարում, երկխոսում, բանավիճում, ինչու մենք հաճախ տեսնում ենք բանավեճերը շատ ավելի շատ անձնական դաշտում են, քան ինչ-որ ծրագրերի, գաղափարների շուրջ։ Դե հենց դա է, երբ չկան ծրագրեր եւ գաղափարներ, միանգամից մարդիկ մտնում են անձնական դաշտ։ Օրինակ ես երբ ինչ-որ գնում եմ ինչ-որ բանավեճի, ինչ-որ հեռուստատեսություն, հեռուստաընկերություն, դիմացինս երբ որ բան չունի ասելու, հա, ըստ էության, ինքը միանգամից անցնում է անձին ու փորձում է թիրախավորելով անձին, կարևոր չի ինձ կամ ուրիշին, տանել խոսակցությունը այլտեղ, որովհետև երբ դու գաղափարապես սնանկ ես, երբ դու չունես մարդկանց ժողովրդին իրական բան ասելու, այսինքն քո գաղափարը, քո ռազմավարությունը, քո տեսլականը, Հայաստանի զարգացմանը, ապագան Հայաստանի, դու անցնում ես անձերի, դից գալիս է այդ իրար թիրախավորելու, անձնավորելու խնդիրը, սա մեր քաղաքական դաշտի մասին որևէ լավ բան չի ասում, սա հերթական անգամ ցույց է տալիս այն սնանկ վիճակը, որում գտնվում է Հայաստանում քաղաքական միտքը։ Դա լուրջ խնդիր է մեր բոլորիս համար։ Իսկ ինչ են առաջարկում ընդհանուր առմամբ բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք հայտարարում են, որ իրենց գերնպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Իրենց համար կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը գնա, անգամ ձայնագրությունները հակակոռուպցիոնի բացահայտած եւ հրապարակած, այդտեղ խոսվում էր ոչ միայն ընտրակաշառքի մասին, այլ մարդիկ խոսում էին որոշակի հաշվեհարդար տեսնելու մասին, ինչ որ բաներ էին պլանավորում, որ եթե ընտրելու ճանապարհով չկարողանանք ազատվել, վերջին տարբերակով պիտի սպանեն, նման խոսակցություններ էին նաեւ։ Հիմա հասկանանք ինչ նպատակներ է իր համար սահմանել ընդդիմությունը եւ ասենք ենթադրենք հեռացրեցին Նիկոլ Փաշինյանին, իրենց առաջարկը ո՞րն է հավաքական ընդդիմության մեծ ուժերի մեծ մասին նկատի ունի։ Ես ցավում եմ Արմենե ջան, բայց իմ հարց պատասխանը լինելու ավելի կարճ, քան ձեր հարցը։ Տեսեք, 3 բան. A. Ազատվել իշխանությունից, B. Զբաղեցնել կաբինետները, աթոռները իշխանության, C. Զանգել Մոսկվա։ Վերջ։ Գործողությունների այլ պլան չկա, դեռևս չունեն։ Այսինքն Ոչ թե դեռևս, այլ չէ լինելու։ Մոսկվայից կասեն ինչա պետք անել։ Հասկանանք թե Մոսկվայից ինչու են վերջին շրջանում շատ ջղագրգիռ պարոն Ստեփանյան, մենք տեսնում ենք, որ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այսպես ասած, առնվազն իրենց դուր չի եկել, այստեղ էլ ներքաղաքական որոշ ուժեր, շրջանակներ, դա մեկնաբանում են իբրև թե հակառուսական Զելենսկու գալը, մեկնաբանում են իբրև Հայաստանի համար սպառնալիք եւ այսպես շարունակ։ Վլադիմիր Պուտինն էլ օրերս ասում էր, որ Հայաստանը շատ արագ պետք է կողմնորոշվի, ինքը ԵԱՏՄ-ում է ուզում մնալ, թե պիտի գնա Եվրամիություն եւ այստեղ նաեւ
մեջբերում եմ, ասում եմ մեր գործը չէ, բայց տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել եւ հասկանալ, թե ինչպիսին է հայ քաղաքացիների ընտրությունը։ Ի վերջո մենք այժմ ականատես ենք լինում Ուկրաինայում տեղի ունեցողին, բայց ինչպես սկսվեց այդ ամենը։ Ուկրաինայի Եվրամիության անդամակցությամբ կամ անդամակցության փորձով դա առաջին փուլն էր, պարզապես առաջին փուլը։ Ինչ է նշանակում Վլադիմիր Պուտինի այս հիշատակումը եւ Ուկրաինայի հետ զուգահեռներ տանելը, եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այսպես ասած, շատ կամ Ռուսաստանի դեմ որևէ քայլ ընկալել է եւ այդպես դիրքավորվել է։ Այս հարցին արդեն երկար եմ ստիպված պատասխանել, նախ Վլադիմիր Պուտինը չէ, որ պետք է որոշի, թե Հայաստանում ով ինչ անի, թե Հայաստանի ժողովուրդը պետք է հանրաքվե անի, թե ոչ, դա մենք պետք է որոշենք, Պուտինի որոշելով չի դա։ Պուտինը ժամանակին շատ հաջողակ ձևով 13 թվականի սեպտեմբերի 3-ին որոշեց։ Եվ մենք մտանք մաքսային միություն։ Հիմա ինքը փորձում է անի հակառակը, ստիպի մեզ, որ մենք դուրս գանք այդ մաքսային միությունից, ավելի ճիշտ ոչ թե ստիպի, որ դուրս գանք, այլ ստիպի, որ մենք հերթական անգամ մեր ազգային շահերը ոտնատակ անելով, գցելով իր ոտքի տակ, շարունակենք անդամակցությունը ԵԱՏՄ-ում, երբ մենք այս պահին մեծ հաշվով այդ ԵԱՏՄ-ից այնքան օգուտ չենք ստանում, որքան Ռուսաստանը, որտեղ մեր հավաքագրված մաքսերը շատ ավելի շատ են, քան մենք Մոսկվայից ստանում ենք այս պահին, ուղարկում ենք ավելի շատ, քան ստանում ենք։ Սա եթե մենք խոսում ենք տնտեսության մասին։ Պուտինը հերթական անգամ դիմում է շանտաժի, որովհետև ինքը սովոր է խոսել շանտաժի լեզվով։ Բայց Պուտինը երևի այնքան էլ լավ չի գնահատում իրական վիճակը, հակառակ դեպքում ինքը չէր խոսի այդպիսի տոնայնությամբ եւ այդպիսի լեզվով։ Այս պահին, եթե Հայաստանի իշխանությունները այդ շանտաժի առջև ընկրկեն, դա կնշանակի մեկ բան, որ իրանք շատ հերոյին իրականությունից, որտեղ իրականությունը բոլորովին այլ է։ Ռուսաստանը այդ գործիքակազմը չունի։ Հայաստանը ԵԱՏՄ-ից եթե դուրս գա, դա առաջին հերթին հարված է լինելու Ռուսաստանին։ Նույնիսկ հապկից եթե դուրս գա, հարված է լինելու Ռուսաստանին։ Դե Ռուսաստանի իմիջը այսօր շրիշակի մակարդակի է։ Տեսեք մայիսի 9-ին ովքեր են գնացել կանգնել Կարմիր հրապարակում։ Ովքեր են գնացել կանգնել։ Ասենք այդ մարդը դարձել է միջազգային իզգույն։ Հիմա այդքանից հետո մի հատ էլ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, հա, իրենք դա են ուզում։ Չեմ կարծում։ Այսինքն սա ուղղակի սպառնալիք է, շանտաժի միջոց է, որպեսզի մեզ ստիպել հերթական անգամ ընդունել սխալ որոշում, այնպես ինչպես դա արվել է սեպտեմբերի 3-ին 13 թվականի։ Իդեպ այն ժամանակ Պուտինը չգիտես ինչու չէր պահանջում, որպեսզի Հայաստանում հանրաքվե անցկացվի։ Այն դեպքում, երբ դա նույն Հայաստանի սահմանադրությամբ եւս պետք է հանրաքվե վարվեր, բայց դա չարվեց։ Ուղղակի ոտնահարելով մայր օրենքը, սահմանադրությունը, Սերժ Սարգսյանը միանձնյա կայացրեց ոչ լեգիտիմ ապօրինի որոշում եւ մտցրեց այդ աղբանոցի մեջ։ Հիմա գնում է նախընտրական պայքար։ Պուտինը փորձում է իր 5-րդ Շարասյանը ցույց տա աջակցություն, այնպես ինչպես նա դա պատկերացնում է, շանտաժի, սպառնալիքների միջոցով։ Եթե մենք չընկրկենք եւ շարունակենք մեր ճանապարհը, այն գործը անենք, որ արվում է, ամեն ինչ լավ է լինելու։ Բայց հետաքրքիր է, թե իրենց հաշվարկները ինչի վրա է, այսինքն եթե նման հայտարարություններ են անում, Զատուլինն էլ հայտարարում է, որ իրենք չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները, եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը, որովհետև նա Ռուսաստանի թշնամին է։ Ես պատասխանեմ ձեզ հարցին, որ կանեք շարունակեք։ Եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները, դա Հայաստանի կառավարությանը կլինի ամենամեծ նվերը։ Որովհետև Ռուսաստանը, ես նորից եմ ասում, այսօր այնպիսի կարգավիճակում է միջազգային հարաբերությունը, որ իրանց ճանաչելը կամ չճանաչելը մեզ համար 0 է։ Եվ ավելին, եթե նրանք չեն ճանաչում, դա նշանակում է, որ ընտրությունները լեգիտիմ են։ Այնպես որ թող չճանաչեն, շատ ավելի լավ։ Իրենց հաշվարկները այնուամենայնիվ ինչի վրա է, որ իրենց այդ հայտարարությունները ինչ որ իմաստով, ինչպես ասացիք, իրենց ուժային օգնելու են։ Չէ, Ռուսաստանը բոլորի հետ, սա գիտեք իներցիա է արդեն, սա իներցիոն մտածելակերպ է։ Իրենք սովոր են բոլորի հետ խոսել սպառնալիքների լեզվով։ Այսինքն իրենց թվում է, որ իրենք եթե վախացնում են, դու միանգամից պետք է վախենաս։ Իրենք չեն ուզում գիտակցեն, որ իրենք կարող են խոսել սպառնալիքի լեզվով, դու չվախենաս, եւ դա բերի բոլորովին հակառակ արդյունքի։ Այսինքն դու օրինակ արագացնես քո դիվերսիֆիկացիան տնտեսության, սարքես քո տնտեսությունը տանես դիվերսիֆիկացման ռելսերով ուղիներով եւ մի քանի տարվա ընթացքում իրոք օր գա, երբ որ դու ինքդ դիմես, ասես ես դուրս եմ գալի։ Այդ ժամանակ ինչ են անելու։ Այսինքն իրենք դա չեն հաշվարկում։ Իրենք հաշվարկում են այսպես. մենք հիմա կվախեցնենք հայերը ինչպես միշտ կվախենան, կհանձնվեն, սաղ կտան մեզ, մենք ինչ ուզենք անենք։ Իրենց հաշվարկը սա է։
Եվ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը թիրախավորվեց միաժամանակ մի քանի կենտրոններից մեկը ներքաղաքական շրջանակներ է, բայց մենք տեսանք, որ դրանից ճղաձգվել է որոշակիորեն նաև Ադրբեջանը, Ադրբեջանի նախագահն է հայտարարություններ արել կրկին թիրախավորել եվրոպական դիտորդներին եւ ասել, որ Հայաստանը իրենցից պաշտպանելու կարիք չունի, իրենք արդեն չեն պատրաստվում Հայաստանին որևէ վատ բան անել եւ եթե ուզենային մեկ կրակոցով կոչնչացնեին եվրոպական դիտորդներին։ Ինչու է ճղաձգել թե Ալիևին, թե Պուտինին եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, թեև ընկալելի է, բայց այստեղ ամենաանընկալելին, պարոն Ստեփանյան, թերևս այն է, որ օրինակ ինչու է նույն ջղաձգումները առաջացրել Ռոբերտ Քոչարյանի մոտ, Սամվել Կարապետյանի մոտ, որքան էլ որ ընկալելի է եւ տրամաբանական է, բայց հասկանանք ինչու։ Չէ, ամեն ինչ շատ հստակ է եւ տրամաբանական է, սկսենք վերջից։ Միշտ է, չէ՞, տենց եղել, որ մեր 5-րդ շարասյունը ադրբեջանցիները եւ ռուսները միշտ ունեցել են նույն դիրքորոշում ցանկացած հարցի հետ կապված, որը ուժեղացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Իրենց դրանում շահագրգռված չեն։ Իրենց պետք չէ, որ Հայաստանը ուժեղանա։ Իրենք ուզում են, որ Հայաստանը լինի թույլ, հետևապես կառավարելի, սրանք իշխեն, դրանք էլ օգտագործելով այդ իշխանությունը ինչ ուզենան անեն մեզ հետ։ Եվ իրենք դա արել են շատ հաջող երկար տարիներ։ Հիմա հարցը հետևյալն է. ինչու Ադրբեջանը եւ Ռուսաստանը, չէ՞։ Ցանկացած քայլ, որը ուժեղացնում է Հայաստանի Հանրապետությունը, ցանկացած միջոցառում, ռազմավարություն, քաղաքականություն, որը ուժեղացնում է Հայաստանի Հանրապետությունը եւ նրա ինքնիշխանությունը, իրենց ձեռնտու չէ։ Ադրբեջանի շահերից դա չի բխում, դա նորմալ է։ Ռուսաստանի շահերից դա չի բխում, դա նորմալ է։ Աննորմալ է, երբ դա Ռոբերտ Քոչարյանի շահերից չի բխում, որովհետեւ ինքը վերջ-վերջո հայ է, Հայաստանի նախկին նախագահը։ Բայց լավ, դա էլ դնենք մի կողմ։ Հիմա ինչն է կարևոր այս ամենում, ամենակարևորը։ Եթե մենք դա գիտակցում ենք, իսկ մենք դա գիտակցում ենք, մենք պետք է այնպես անենք, որ եվրոպական շաբաթը Հայաստանում ունենա շատ պրակտիկ հետևանքներ։ Առաջին հերթին մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար։ Որոնք են այդ հետևանքները, պարոն Ստեփանյան։ Տնտեսություն։ Մենք պետք է կառուցենք այն պետությունը, որը 30 տարի չենք կառուցել։ Չենք կառուցել, հետևապես կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը եւ ունեցել ենք մեծ քանակությամբ զոհեր։ Հետևանքը դա է եղել։ Եթե մենք դա կառուցեինք, այդ ամենը չէր լինի։ Այսինքն մենք մեր սեփական բաց թողումների համար վճարել ենք մեր արյունով, մեր տարածքներով։ Հիմա եթե մենք չենք ուզում օրերից մի օր լինի այդ ամենի կրկնությունը, պետք է կառուցենք պետություն։ Պետությունը կառուցելու համար պետք է օգտագործենք այն գործիքները, այն գործիքակազմը, որը մեզ տալիս է Հայաստան ԵՄ երկկողմանի համաձայնագիրը, Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությունը, բոլոր այն ռազմավարական գործընկերությունները, որոնք մենք ստորագրել ենք տարբեր երկրներ, որոնք Մեծ Բրիտանիայի հետ։ Ես ձեզ մի բան ասեմ, կա երկու կարծիք, չէ՞ մեր քաղաքական դաշտում։ Մեկը իշխանականն է, որ մեզ ոչ մեկ չի սպառնում այս պահին, եւ երկուսը ընդդիմությունն է ասում, որոնք ասում են, որ մեզ սպառնում են Թուրքիան, Ադրբեջանը, բոլորը մեզ սպառնում են, երկուսն էլ սխալ են։ Հիմա իրականությունը հետեւյալն է։ Ես եմ այդպես դա տեսնում։ Թուրքական վտանգը մեզ չի սպառնում Ադրբեջանը։ Մեզ սպառնում է թուրքական վտանգը։ Թուրքական վտանգը ոչ միտեղ չի կորել։ Ինչու չի կորել, որովհետեւ Թուրքիան ինքը էքսպանսիոնիստական պետություն է, իր բնույթով։ Հիմա ես ոչ մեկին չեմ մեղադրում, միշտ այդպես է եղել։ Դա չի փոխվելու։ Թուրքիան այս պահին կանգ է առել իր էքսպանսիոնիստական այդ նկարտումների ճանապարհին, որովհետև հնարավորություններ չունի, տնտեսական լուրջ խնդիրներ ունի, դրա համար պետք է տնտեսություն։ Եթե ունենար այդ հնարավորությունները, վաղուց շատերի հարցերը լուծված էր, ոչ միայն մեր։ Հիմա եթե մենք ցանկանում ենք, որպեսզի հետագայում այդ էքսպանսիոնիզմը թուրքական մեզ չսպառնա, մենք պետք է ուժեղանանք։ Ինչպես պետք է ուժեղանանք։ Այդ որ ասում են բանակ, հասկացանք, դա էլ է կարևոր, բայց ոչ միայն բանակ։ Հիմա Ադրբեջանը, տեսեք, Ադրբեջանն է, չէ՞, տվյալ դեպքում հիմնական վտանգի աղբյուրը, այդ թուրքական։ Ադրբեջանը ինչ է անում։ Ադրբեջանը շարունակում է զինվել։ Ճիշտ է։ Մենք ինչքան էլ ցանկանանք, մենք չենք կարող զինվել այնքան, ինչքան զինվում է Ադրբեջանը, որտեղ մեր հնարավորությունները տարբեր են։ Այսինքն մենք չպետք է ընկնենք այդ սպառազինությունների մրցավազքը, որը մի անգամ արդեն պարտվել ենք, բայց պարտվենք երկրորդ անգամ։ Մենք պետք է մեր պետությունը կառուցենք ներսից։ Այսինքն մենք պետք է ստեղծենք մի իրավիճակ,
Երբ Ադրբեջանը ունենալով տասնյակ միլիարդավոր դոլարների հարձակողական զենք, ուղղակի չկարողանա այդ զենքը կիրառել մեր դեմ։ Իսկ որ դեպքում մենք կունենանք այդ իրավիճակը։ Ես հիմա ասում եմ, այն դեպքում, երբ օրինակ դրանում շահագրգռված չլինի Մեծ Բրիտանիան, դրանում շահագրգռված չլինի Ֆրանսիան, դրանում շահագրգռված չլինի Ամերիկայի Միացյալ Նահանգները, դրանում շահագրգռված չլինի Թուրքիան, ինչ է պետք անել դրա համար։ Պետք է կառուցել իրական հարաբերություններ, որոնց հիմքում ընկած լինի համընդհանուր շահը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Որն է այդ ճանապարհը։ Տնտեսությունն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Մեծ Բրիտանիայի հետ մեր հարաբերությունները ոչ թե թղթի կտորով լինեն, այլ լինեն հստակ։ Իրանք կան ինչ-որ ներդրում բերեն ստեղ։ Իրենց բանկ ինչ-որ արտոնյալ պայմաններ, հա։ Չգիտեմ, եթե պետք է դրա համար օրենք խախտենք, նույնիսկ, որովհետև սա մեզ համար անվտանգության հարց է, անվտանգային ապահովման հարց է։ Ժամանակի ընթացքում հետագայում արաբական երկրները պետք է ստե ներդրումներ անել, իսկ իրենք շատ լուրջ ներդրումներ կարող են անել։ Էմիրատներում MR ընկերությունը, ինչ շենքեր է կառուցում, կարող են գալ Հայաստանում շենքեր կառուցել, քաղաքներ սարքել։ Մենք էլ իրենց այդ հողը, ասենք, ինչ որ կոպեկներով տանք, չէ՞։ Ներդրում լինի։ Ֆրանսիան, նույնիսկ Ռուսաստանը պետք է ինչ-որ առումով այստեղ տնտեսական ներկայությունը պահպանի։ Ուղղակի այդ պետք է ոչ թե հիմա լինի, ոնց որ հիմա է, այլ դրա, չգիտեմ, 20%-ը։ Բոլորը պետք է ունենան ներկայություն, որպեսզի Ադրբեջանը ուղղակի չկարողանա այդ զենքերը կիրառել։ Մենք այդ թյուրքական վտանգը պետք է տարալուծենք մեր նկատմամբ։ Այլ լուրջ գործընկերների, կարևոր չի ինչ երկիր կա, թեկուզ Լիբանան, այլ երկրների տնտեսական ներկայությամբ։ Դա է ճանապարհը։ Ադրբեջանի հետ ռազմական բյուջեով մենք չենք կարող հավասարվել հիմա։ Չենք կարող, դա բացառվում է։ Էլի պետք է զարգացնենք բանակը, բայց իրենք թող բանակը զարգացնեն միայն։ Մենք զարգացնենք տնտեսությունը։ Եվ հետագայում տեսնենք այդ իրանց այդ երկաթը, որ իրանք առնում են, ոնց են օգտագործելու մեր դեմ։ Կարող են օգտագործել, թե չէ։ Մենք պետք է փորձենք աշխատենք այնտեղ, որտեղ մենք ունենք կոնկուրենտ մրցակցային առավելություն։ Դա ո՞րն է։ Դա բժշկությունն է, դա AI-ն է, արհեստական բանականությունը, դա տեխնոլոգիաներն են, դա այնա ինչ որ կոչվում է պոտենցիալ, մարդկային պոտենցիալ, սա մեր առավելությունն է, ժողովրդավարությունը մեր առավելությունն է, թե ոչ, իրենք չունեն ժողովրդավարություն, մենք ունենք, պետք է չէ դա որպես գործիք օգտագործենք, այնինչ մենք տեսանք եվրոպական շաբաթի ընթացքում, հիմա ես ասում եմ այդ գործիքը օգտագործելով պետք է բերենք լրիվ այլ հարթություն, պրակտիկ, տնտեսական, իրենք այդ առավելությունը չունեն. Մենք միշտ ասում ենք, չէ՞, ինչ են ասում մեր թշնամիները տարբեր տեղերից, ասում են դուք Ադրբեջանի հետ չեք կարող ոտ գցեք, որտեղ Ադրբեջանը ունի նավթ եւ գազ։ Հասկացանք։ Չենք էլ փորձելու, պետք էլ չի։ Մենք չպետք է գնանք մեր եղած չեղածը ծախսենք, զենքեր առնենք, լցնենք ստե, այն հույսով, որ հեսա վաղը պատերազմ ալեն, մենք պաշտպանվել ենք։ Ոչ։ Պետք է ստեղծել իրավիճակ, որ Ադրբեջանը զենքը չկարողանա քո նկատմամբ օգտագործել։ Դրա համար պետք են քաղաքականություններ, ոչ թե քաղաքականություն, այլ քաղաքականություններ տարբեր ուղղություններով, ռազմավարություններ եւ քաղաքական կամք։ Մեր առավելությունները սրանք են, մենք պետք է օգտագործենք, որ վաղը թուրքական վտանգը տարալուծվի։ Ես չեմ ասում, որ թուրքերը վատն են, ադրբեջանցիները։ Ես ասում եմ օբյեկտիվ։ Սա է եղել միշտ։ Հիմա ճանապարհը սա է, այլ ոչ թե ընտրությունները անցնեն, զանգենք Մոսկվա, ասենք ինչ ենք անում։ Իրենք ասեն ինչ ենք անում։ Ասեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը 9-րդ կետը եկեք անենք։ Սյունիքի բանը միջանցքը անենք, տանք ադրբեջանցիներին, թուրքերին։ Մենք էլ ղեկավարենք։ Ուժեղ երաշխավորված խաղաղության տակ դա է փաթեթավորվում։ Այսօր Նարեկ Կարապետյանը ի դեպ նույն թեզը կրկնել է Սյունիքում է եւ ասում է, որ տեսեք Իրանի սահմանի մոտ ամերիկյան պրոյեկտ են կառուցում, չի կարող դա գոյություն ունենալ, հետո ինքն իրեն հակասում է նույն տեսանյութում, ասում է, այստեղ պիտի լինի հավելյալ երաշխավոր, ամերիկյան պրոյեկտի հետ երաշխավոր պիտի լինի նաեւ Իրանը։ Եթե դուք հակադրում եք Միացյալ Նահանգների եւ Իրանի շահերը, ապա այստեղ ինչպես են նաեւ երկուսը միաժամանակ երաշխավոր դառնում։ Այսօրվա միջազգային հարաբերություններում երաշխավորի ինստիտուտ չկա, գոյություն չունի։ Չկա այդպիսի պետություն աշխարհում, որը կգա ու քեզ կկանգնի երաշխավոր։ Չկա, ուրեմն դա։ Դու աշխարհը դից է զարգանում։ Առաջ կար, հիմա չկա։ Հետևաբար, եթե դու այսօր խոսում ես արտաքին երաշխավորի մասին ու հույս ես դնում, որ այդ երաշխավորը կգա, քեզ կփրկի, չգիտեմ ինչ կանի ու չի թողի, որ թուրքը գա քեզ ուտի,
դու արդեն պարտվել ես։ Դու պարտվել ես, որովհետև վաղը թուրքը գալու է քեզ ուտի, որտեղ երաշխավորը չի աշխատելու։ Հիմա հարցը հետևելն է, ինչի են նրանք դա անում։ Որտեղ իրենց համար դա կարևոր չէ, իրենց համար կարևորը իրենք ստանան մարզպանի կարգավիճակ, որ այս մարզը ղեկավարեն։ Կարևոր չի ում դրոշի տակ։ Մեզ համար կարևոր է, ինձ համար ես նորից եմ ասում, բարձրագույն արժեքը դա Հայաստանի ինքնիշխանությունն է, ու ցանկացած հայի համար պետք է դա լինի, որովհետև միայն Հայաստանի ինքնիշխանությունը մեր երաշխավորն է մեր անվտանգության, մեր բարեկեցության, մեր զարգացման, մեր բարգավաճման, ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու, որևէ արտաքին երաշխավոր չկա։ Իսկ դրա համար դու էլ պետք է արտաքին ուժերի հետ համագործակցես, ոչ թե փաստաթուղթ բերես, որտեղ գրած է որ մենք երաշխավոր ենք, այլ ներդրում բերես։ Սա է, ուրիշ ճանապարհ չկա։ Բայց հետաքրքիր է, նույն Իրանը, Չինաստանը եւ կամ Ռուսաստանը օրինակ գիտեն, որ իրենք մեր երաշխավորն են դառնալու։ Չինաստանը օրինակ, Իրանը գիտի, որ քաղաքական ուժ կա, որ առաջարկում է, որ իրենք լինեն մեր երաշխավորը։ Չինաստանը եւ Իրանը կարող են լինել մեր երաշխավորը տնտեսության տեսքով։ Որևէ մեկը չի կարող մեզ արգելել, որ մենք վաղը Չինաստանի հետ ունենանք հարաբերություններ, իրենք բերեն ստեմ այդ քաղաք կառուցեն։ Օրինակ, կամ չգիտեմ, երկաթգիծ, կամ հանք։ Ցանկացած բան։ Սա է երաշխավորությունը, որտեղ վաղը երբ որ այդ թուրքական վտանգը հերթական անգամ գլուխ բարձրացնի, ինքը հիմա քնել է ժամանակավոր։ Իրենք նայելու են, չէ, տեսնեն ինչա, ովքեր են ստե։ Չինաստան կա, չէ՞։ Բայց չեն գնալու չինացիքին հարցնեն։ Ադրբեջանը փոքր պետություն է, փոքր։ Բա ինչ անենք։ Դե ասելու են, չէ, խելոք նստեք տեղներդ։ Սա է։ Նույնը Իրանը։ Ես հուսով եմ, որ իրանական պատերազմը հնարավորինս շուտ կավարտվի, չնայած դժվար բան է, բայց այնուամենայնիվ եւ Իրանն էլ կարող է մասնակցություն ունենալ այդ ամեն ինչում հետագայում։ Մեզ պետք է որ բոլորը այստեղ լինեն։ Արաբական երկրները ովքեր են։ Թուրքական աշխարհի բնական թշնամիներն են։ Օսմանյան կայսրությունը չեն մոռացել իրենք։ Այսինքն մենք պետք է մեր անվտանգությունը կառուցենք հիմնվելով տնտեսության վրա։ Տնտեսությունը դա անվտանգություն է։ Այսօրվա աշխարհում դա է աշխատում։ Հորմուզի նեղություն տեն մեկ Իրանը ինչ անում էս պահին։ Կանգնեցրել է երկու հզորագույն պետությունների հարձակումը։ Կանգնեցրել է։ Տնտեսական լծակ է։ Հիմա սա պատկերացրեք մի հատ փոքր Հորմուզի նեղուցա, փոքր մասշտաբներով պետք է անցանես, որ ոչ մեկ չոզանա հարձակվի այդ Հորմուզի նեղուցի վրա, որտեղ դա տասնյակ պետությունների շահերի հետ է կապված լինելու։ Ուրիշ ճանապարհ չկա։ Սա է։ Պարոն Ստեփանյան, դուք նաև թուրքական վտանգից, այսպես ասած, մեզ պաշտպանելու այդ ձեր նկարագրած մոդելում նշեցիք երկրներ, նաև այդ թվում Միացյալ Նահանգները, Արևմուտքը հավաքական, Արևմտյան մի քանի երկրներ։ Տեսեք, վերջին օրերին էլի վերադառնալով գագաթնաժողովին, օրինակ Ռոբերտ Քոչարյանը գագաթնաժողովը նախ համարում է նոր արկածախնդրություն եւ նոր սպառնալիքներ եւ միաժամանակ Քոչարյանի ուժի падգամավորները խոսում են հիմա նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ասում են, որ իրենք գալու են Եվրամիության հետ հարաբերություններն են կարգավորելու, վիզաների ազատականացման հետ process-ներ են սկսելու, այնինչ այդ process-ները արդեն իսկ գիտեք կան եւ ընթանում են բարեհաջող բավարար չափով։ Ինչպես պիտի նաեւ հասկանալ այս, այսպես ասած, երկու աթոռին նստելու մոտեցումը մի կողմից հայտարարում են, որ Եվրոպական միության գագաթնաժողովը դա սպառնալիք է, մյուս կողմից հայտարարում են, որ իրենց համար կարևոր է այդ հարաբերությունները եւ եթե գան կկարգավորեն։ Նույնը Սամվել Կարապետյանը խոսում են, որ այո, Արևմուտքը իրենց համար կարևոր է, հարաբերությունները կարևոր են, բայց Մակրոնի մասին այնպես է արտահայտվում, որ անգամ եթերային չէ, որ կարողանանք մեջբերել։ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի նոր բան չի ասում։ Կհիշեք Ռոբերտ Քոչարյանի տարիների լեգիսլատուրայի տարիներին կոմպլեմենտար քաղաքականություն։ Ինքները չէ կոմպլեմենտար քաղաքականություն, մեկը կա Վարդան Օսկանյան, իր արտգործնախարարը։ Չեն կոմպլեմենտար քաղաքականություն էին վարում, եւ այդ կոմպլեմենտարիզմի տակ ինչ կար չկար տվեցին Ռուսաստանին։ Այսինքն մենք դարձանք ոչ թե կոմպլեմենտար, այլ ասած մի ուղղությամբ շարժվող երկիր դեպի Ռուսաստան։ Դա բերեց նրան, որ հայկական կոմպլեմենտարիզմը կրախ ապրեց, դրա հետ մեկտեղ ապրեց կրախ երկրորդ հայկական պետությունը եւ հիմա իրենք նորից շարունակում են հին երգերը երգել։ Ես չեմ կասկածում, որ եթե Ռոբերտ Քոչարյանը դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինքը նորից հայտարարելու է, որ մեզ համար շատ կարևոր է Եվրոպան, Ամերիկան, վարենք, խոսենք, պայմանավորվենք ու հակառակն անելու։ Այնպես ինչպես արել են ժամանակ։ Սամվել Կարապետյանը այլ զուգահեռ ունի, դա Բիձինա Իվանիշվիլին։ Մեր աչքի առաջ է։
Եվրացիական երազանք հո չի ասում մենք Եվրոպային դեմ ենք։ Չեն ասում, չէ։ Հո չեն ասում մենք սահմանադրությունից ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամակցության դրույթները հանում ենք։ Չէ, ասում են մենք կողմ ենք։ Բայց ռեալ քաղաքականությունում ամեն ինչ անում են, որպես այդ գործընթացները տորպեդահարեն։ Նույն բանը անել է Սամվել Կարապետյանը։ Իրենք չեն ասել մենք թրիպից դուրս ենք։ Ինքը այն օր ասաց, չէ։ Չասաց ես թրիպը կթողնեմ, բայց չեմ իրականացնի։ Այդ չէր իր ասածը, ես տենց հասկացա։ Այսինքն ամեն ինչ շատ հստակ է եւ պարզ է։ Իրենք անելու են այնպես, որպես Եվրամիությունը ստեյց գնա։ Բայց ամերիկացիները ստեյց գնալ, իրենք վաղ ասում մենք ոչ բան չենք արել։ Իրենք չեն ուզում։ Մենք ուզում ենք, շատ ենք ուզում, բայց մենք ռուսների հետ ենք ուզում։ Ռուսների հետ կստացվի, Հայաստանը կդառնա գուբերնիա, իսկ եվրոպացիների եւ ամերիկացիների հետ իրենց մոտ չի ստացվի, որովհետեւ իրենք այդպեսի նպատակադրում չունեն այսօր արդեն։ Ժողովրդավարությունն է հաճախ թիրախում հայտնվում նաև, պարոն Ստեփանյան, ասացիք, որ դա մեր առավելությունների ձեռքբերումներից մեկն է, վստահ եմ դուք էլ լսած կլինեք, թե ընդդիմադիրները հիմա ինչքան են դժգոհում այս համակարգից, ասում են, որ սա ավտորիտար ռեժիմ է, 37 թիվն է, բայց ինչ է կարծում, արդյոք որքան էլ որ հասկանում եք, որ ժողովրդավարությունը Հայաստանում դեռ նոր ինչ որ իմաստով չոչ է անում, փոքր երեխայի նման փորձում է կայանալ, ոտքի կանգնել, բայց այնուամենայնիվ այդքան վատ վիճակ է, որ ներկայացնում են ընդդիմադիրները եւ արդյոք ժողովրդավարության դրսեւորում չէ այն, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը ազատ գնում է, շրջում է մարդկանց հետ հանդիպում է, օրինակ քաղաքացիները երբեմն այնպես են արձագանքում, որ հնարավոր չէր նման բան պատկերացնել։ Եվ նա չի կարող իրեն ստանել զուգարան եւ սպանել։ Հա? Դա ուզում ասել։ Դա ժողովրդավարություն է, իհարկե դա ժողովրդավարություն է։ Ժողովրդավարությունը երբ ԿՊ-ն գնում է քարոզարշավի վերևից ջուր են լցնում իրենց վրա։ Եվ իրենք չեն բարձրանում, այդ տան մեջ չեն սպանում, սատկացնում են ջուր լցնող։ Այդ ծափ են տալիս, դա ժողովրդավարություն է, դա նորմալ է։ Եթե դու չես անցնում օրենքի սահմանները։ Այսինքն ես ինչ եմ ուզում ասեմ, Հայաստանում ժողովրդավարությունը ունի պաշտպանության կարիք այսօր։ Դուք ասում եք, չէ, չոչ անում, ես համամիտ եմ, չոչ անող երեխան ինքը ունի պաշտպանության կարիք, եւ այդ պաշտպանությունը հնարավոր է կիրառել միայն եւ միայն մեկ ճանապարհով, օրենքով։ Այսինքն օրենքը պետք է աշխատի։ Թե դու տալիս ես ընտրակաշարք, դու պետք է պատժվես։ Եթե դու մարդ ես սպանում, դու պետք է պատժվես։ Եթե դու օրենք ես խախտում, ցանկացած օրենք ես խախտում, որը գրած է, օրենքով դու պետք է պատժվես։ Դա է ժողովրդավարությունը։ Ժողովրդավարություն չի նշանակում, որ դու ինչ ուզես անես ու քեզ ոչ մեկ չպատժի։ Դու գնաս ընտրակաշարք բաժանես, քեզ գան բռնեն, ասեն, գիտես ինչ է, ընտրակաշարքը երեխաներ ունի։ Ընտրակաշարք տվողը երեխաներ ունի, հերոսացին մայրը, չգիտեմ ինչա։ Սա օրենք չի, սա ժողովրդավարություն չի։ Սա ամենաթողությունն է։ Ժողովրդավարությունը սկսվում է եւ ավարտվում այնտեղ, որտեղ մի մարդու իրավունքները չեն խախտվում։ Այսինքն, եթե ես խախտում եմ ուրիշի իրավունքները, դա արդեն ժողովրդավարություն չի, եւ խոսում եմ իմ իրավունքների մասին։ Այսինքն, այդ իրավունքների պաշտպանությունը պետք է համընդհանուր լինի։ Եվ ես ասում եմ, դա ունի մեկ երաշխավոր, դա օրենքն է, որի ետևում կանգնած է պետությունը եւ սահմանադրությունը։ Այլ ճանապարհ չկա։ Ցանկացած մարդ, որը գործում է հանցագործություն, պետք է պատժվի, անպատիժ ոչ մեկ չպետք է մնա։ Վերջ։ Ինչու են որոշ ուժեր այդ դեպքում, պարոն Ստեփանյան, մարտնչում ժողովրդավարության դեմ, որովհետև տեսեք, իրավունքները, օրենքները, ըստ էության դրանք լավ բաներ են։ Ինչու մարտնչել դրանց դեմ։ Իրանք հիմա են մարտնչում, վաղը երբ իրենք դառնան իշխանություն, իրենք այդ ժողովրդավարությունը կդարձնեն մի հատ քող, ձևական այսպես մեխանիզմ, որի ետևում ժողովրդավարության դեմ հակաժողովրդավար գործընթացներ են իրականացնելու։ Դու մենք Քոչարյանի ժամանակ էլ էինք ժողովրդավար երկիր, չէ՞, թղթով, տես չէր։ Սերժ Սարգսյանի ժամանակ թղթով ամեն ինչ ճիշտ էր, տես չէ, ժողովրդավար էինք, չէ, բայց մարդկանց շարունակում էին թալանել, սպանել, չէ։ Դրա մասին ենք խոսում։ Իրենց ուզածը դա է, իրենք ժողովրդավարության դեմ պայքարում են ժողովրդավարական մեթոդներով։ Եվ վերջում այս մասին շատ է խոսվել վերջին շրջանում, պարոն Ստեփանյան։ Այնուամենայնիվ, որքան էլ փորձեցինք այդ դիսկուսի մեջ մտնել, թե ինչի մեջ են առաջարկները, հիմա իշխող ուժն ասում է պատերազմի եւ խաղաղության երկընտրանքն է։ Ինչ երկընտրանք է դրված այս ընտրություններում, ինչի միջև պիտի ընտրի քաղաքացին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին ընտրում է Հայաստանի հետագա գոյության եւ չգոյության միջև։ Կամ Հայաստանը գոյություն է ունենալու, զարգանալու։ Իմ համար Հայաստանի գոյությունը մեկն է։
որ Հայաստանը լինի անկախ, զարգացող եւ ինքնիշխան, որպեսզի ոչ թե Պուտինը որոշի մեր երկրում պետք է լինի սահմանադրական հանրաքվե թե ոչ, կամ Ալիևը, այլ մենք որոշենք։ Սա է ինքնիշխանությունը։ Եվ մենք պետք է ձգտենք, որ այդ ինքնիշխանությունը մեր պետությունը հասնի այն մակարդակի, որ որևէ մեկը չկարողանա նույնիսկ ծպտուն հանել դրսից։ Միակ որոշողը լինենք մենք։ Եվ մենք դրա համար բոլոր հնարավոր լծակները, մեխանիզմները եւ պոտենցիալը ունենք, մնում է պետություն կառուցենք։ Հակառակ դեպքում, եթե մենք դա չենք անում, մենք կորցնելու ենք Հայաստանը որպես անկախ պետություն։ Այդ անկախությունը ինչի է այդքան թանկ ինձ համար, որտեղ անկախությունը տալիս է ինձ հնարավորություն լինել ազատ։ Դա շատ պարզ է։ Եթե դու ազատ չես, դու չես կարող լինել լիարժեք մարդ։ Հիմա այդ բոլոր մարդիկ, ովքեր ուզում են մարսպանի կարգավիճակ ստանալ, ուտեն, խմեն, քեֆ անեն, հա, իրենց գերդաստաններով, իրենց տասովշիկներով եւ չգիտեմ ինչերով, իմ հայրենոց այդ բառը։ Իրենց համար ազատություն պետք չի։ Իրենք ազատությունը այդպես են տեսնում։ Իրենք չեն ուզում չլինել ստրուկ։ Իրենք ուզում են ունենալ ստրուկներ։ Սա է տարբերությունը։ Ես չեմ ուզում ստրուկ ունենալ, ես ուղղակի չեմ ուզում լինել ստրուկ։ Այս մոտեցումը պետք է մեր ընտրողը հասկանա։ Ընտրությունը Հայաստանի գոյության եւ չգոյության միջև է։ Եթե դու սխալ ընտրություն ես կատարում, ընտրում ես ուժեր, որոնք վաղը հայտնվելու են կաբինետներում եւ զանգեն Մոսկվա, դա նշանակում է մեկ բան. դու երբեք ազատ չես լինելու, քո երեխան Հայաստանի Հանրապետությունում ապագա չի ունենալու, ինքը կարող է այդ 300,000 աշխատատեղում աշխատի, չգիտեմ, բանվոր, հա, կարող է աշխատել հացթուղ, հա, չգիտեմ, ես չեմ ասում դա վատ մասնագիտություն է, շատ հարգված մասնագիտություն, բայց ինքը չի կարող աշխատել բարձր կվալիֆիկացիա ունեցող ինժեներ, ինքը չի կարող աշխատել հետագայում արհեստական բանականության ոլորտում, ինքը չի կարող կառուցել նոր թաղամասեր եւ շենքեր, նոր քաղաքներ Հայաստանում, որտեղ այդ ամենի համար պետք է տեխնոլոգիա։ Այդ տեխնոլոգիան Ռուսաստանը չի տալ, ինքը չունի։ Դրա համար պետք է ներուժ, տնտեսություն է պետք, ինվեստիցիաներ է պետք։ Եթե դու գնում ես դեպի Ռուսաստան, որը կործանվող երկիր է, որը ճահճի մեջ է, ինքը դες տասնամյակներով կմնա։ Դա նշանակում է դու քո երեխային զրկում ես ապագայից։ Քեզ ես զրկում եւ երեխայիդ ես զրկում։ Այս անտրությունը, ես պատերազմի մասին չեմ խոսելու հիմա, շատ են խոսում առանց այդ։ Ես չեմ ուզում պատերազմի մասին խոսել, բայց դու զրկում ես քո երեխային ապագայից։ Դրանից այն կողմ ինչ կարա լինի։ Իսկ պատահական են վերջին օրերին, պարոն Ստեփանյան, ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող ինչ-որ քարտեզներ, որտեղ Արցախը կրկին այսպես առնվազն Ադրբեջանի կազմում չէ, պատահական են ռուսական հեռուստաալիքով հեռարձակվող։ Իհարկե ոչ։ Դե մեզ հերթական անգամ այդ կուտն են տալիս, ասում են ընտրեք մերոնց, Ղարաբաղը հետ կբերենք։ Դե վրացիներն խաբեցին, չէ՞, հիշում եք, ընտրությունների ժամանակ ասում են Աբխազիան, ինչ էին իրենք բերել լավ։ Ես այն ժամանակ ասում էի, չէ՞, սուտ է դա։ Ինչ Աբխազիա։ Աբխազիան ձեզ հետ կտանք։ Դուք գնացեք բանին ընտրեք Իվանիշվիլին, Աբխազիան ձեզ հետ կտանք։ Դες բաներ էին։ Հիմա նույն բանը ստեղ Արցախն է։ Արցախը վաղուց դարձել է Արևմտյան Հայաստան։ Սա փաստ է։ Ուզենք թե չուզենք։ Եվ հիմա այդ Արևմտյան Հայաստանը, որ իրենք անընդհատ թափահարում են ռուսները եւ իրենց 5-րդ շարասյունը, դա շատ վտանգավոր բան է։ Մենք չպետք է դրանով գայթակղվենք, որովհետեւ դրանով մենք միայն աշխատելու ենք մեր դեմ։ Ճանապարհը դա չի։ Ճանապարհը այն է, որ մեր Արևելյան Հայաստանը դառնա ռեալ զարգացած Հայաստանի Հանրապետություն, կուր ամուր պետություն։ Սա է մեր ապագան։ Մենք չպետք է վազենք Արևմտյան Հայաստանների հետևից, որտեղ այսքան տարի վազել ենք, դրա համար Արցախն ենք կորցրել։ Հիմա հերթական անգամ իրենք այդ հին չարչրկված, ծեծված խաղաքարտը բերեք գցել են սեղանի վրա, հերթական անգամ ուզում են մեզ խաբեն։ Եվ մեր ընտրողին խաբեն։ Դե մեզ ընտրողն է, իրանք ընտրողն են ուզում խաբեն։ Մենք ընտրողը չենք, ընտրողն են, մեզ ուզում են խաբեն։ Չէ՞ ասում դա սուտ է։ Դες բաների հետևից մի գնացեք, թե չէ ձեր ստեի տունը կկորցնեք մի օր։ Իսկ հոգևոր բարձր դասը իրանեցքներով սա էլ ու ամփոփենք, պարոն Ստեփանյան։ Հա, դուք այդ հարցը տվեցիք, չէ՞, Գարիկին բեի վրա։ Գարիկին բան ինքը քրեա օլիգարխիայի մի մաս է։ Միշտ է տենց եղել։ Ինքը ինչ եկել է դարձել է վեհապար, ինքը այդ կլանի շահերը սպասարկել է։ Ինքը այդ կլանի մի մաս է։ Դե հիմա ինչ զարմանալի բան կա, որ ինքը գնացել է Սամվել Կարապետյանի կողքակայնել։ Իսկ ով չգիտեր, որ դա այդպես է։ Մենք չենք զարմանում, որ Սամվել Կարապետյանի նկարը իջմիածնում կախած է։ Դե նույն բանը շարունակվում է, էլի։ Ես չգիտեմ դա որքանով Սամվել Կարապետյանին կօգնի, որովհետև այսպես թե այնպես իրենք ունեն իրենց էլեկտորատը,
ու գարեգին բան գնա կամ չգնա, դրանից հաստատ ոչ մի բան չի ավելանա կամ չի պակասի։ Մարդիկ, ովքեր գիտեն գարեգին բնով է, կյանքում չեն ընտրի Սամվել Կարապետյանին։ Ովքեր գիտեն ով է, բայց ընտրելու են։ Հետևաբար դե ոչ մի բան չի փոփոխվում։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն էր, կհանդիպենք։